Դե ինչ լուսարարտին շարունակում ենք եւս մեկ անգամ ողջունում ենք մեր շատ սիրելի հեռուստադիտողին եւ բոլոր նրանց, ովքեր որ առաջին անգամ են մեզ դիտում, շնորհակալ ենք, որ դուք կաք, որ դուք մեզ հետ եք, որովհետեւ առանց ձեզ մեր եթեր մտնելը պարզապես անիմաստ է։ Շնչիր։ Ես հուզմունքից լարվածությունից, ինչու, որովհետեւ մենք մեր տաղավարում ընդունում ենք տարբեր մարդկանց, տարբեր բնակավարներում մեծ հաջողությունների ձեռքբերումների հասած մարդկանց, բայց կան մարդիկ, ես ապշում եմ իրենց էներգիայի եւ իրենց վրա առասարակ, որովհետեւ Աստված նրանց այնքան բան է տվել ու իրենք այն մարդկանցից են, որ իդեալական ամեն բանից օգտվել են այդ հնարավորությունից ու հաջողել են բոլոր ուղղություններով։ Լավ, հիմա կհասկանաք թե ում մասին է խոսքը։ Նյու Յորք, Մոնրեալ, Լոս Անջելես, Բոստոն եւ ահա Երևան։ Մայիսի 5-ից 11-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Արթուր Էլբակյանի գունային թերապիա անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի եւ ընդհանրապես նրա բազմազան ու բազմաժանր գործունեության մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է ժամանակակից թատերական գործիչ, ԱՄՆ-ի դրամատուրգների գիլդիայի անդամ, գրքերի, սցենարների, պիեսների եւ բանաստեղծությունների, հեռուստահաղորդումների հեղինակ։ Նկարանել է նաեւ ավերագրական ֆիլմեր եւ սա դեռ ամենը չէ, մի խոսքով Արթուր Էլբակյանն է մեր հյուրը։ Պարոն Էլբակյան, բարի առավոտ, շնորհակալ ենք, որ ձեր թանկ ու կարևոր ժամանակից մեզ հատկացրել եք այս րոպեները եւ մենք պատիվ ունենք ձեզ հետ զրուցելու, որովհետեւ նման էներգիա, նման մարդու հետ շփվելը իսկապես սա շքեղություն։ Մեծագույն պատիվ է։ Աստծո բարի լույսը ձեզ եւ բոլորիս, հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ իմ համեստ անձի նկատմամբ ցուցաբերած ձեր հետաքրքրության համար, ցուցահանդեսի համար։ Եվ խոսենք, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։ Կարծում եմ ձեր թվարկածին կարելի է էլի բաներ ավելացնել, որը կպարզվի նաև մեր զրույցի ժամանակ։ Պարոն Էլբակյան, ձեր ստեղծագործական ճանապարհը ընդգրկում է մի քանի մայրցամաքներ։ Ինչն է ձեզ միշտ պահել որոնման եւ ստեղծման մեջ։ Հենց որոնումը, որովհետև ասեմ այսպես, ոչ թե ինչ-որ բանից ձանձրացել եմ, այլ ինձ հետաքրքրել է նորը գտնել։ Կարճ ժամանակվա մեջ, եթե ես կարողանում էի հագեցված անել այն գործը, որի արդյունքը ես տեսնում էի, արդեն պետք է անցնել ուրիշ էտապի, այսպես ասեմ։ Բայց թուրքտակ ես այս ընթացքում մտքերով մի քիչ ավելի հեռուն էի գնացել, մինչև խոսենք այն ամենի մասին, ինչի համար հիմնականում հանդիպել ենք, հա, ֆուտբոլում տրավման եւ պատահական հանդիպումը պարոն Հրաչ Աղաբանյանի հետ կարելի ասել հենց ճակատագրական ձեր կյանքում եղավ հենց այդ երկու դրվագները։ Կարող ենք այդպես ընդունել, թե ոչ։ Կարելի է եւ այդպես ասել, որտեւ երբեմն մենք ասում ենք դա դիպված էր, այդպես չլիներ, այսպես կլիներ, ճակատագիր է, տարբեր անվանումներ կարող ենք տալ, դա դիպված, հա։ Այո, ես այդպես հիշում եմ, որ թերևս հնարավոր է նաեւ ես դառնայի ինչ-որ մակարդակի, լավ մակարդակի սպորտսմեն, ֆուտբոլիստ, բայց այդպես ստացվեց։ Հիմա այդ տարիների իմ հասակակից տղաներում հետ, որ մարզվում էի, հետագայում խաղացին Արարատում։ Սամվել Պողոսյան, Բաբկեն Մելիքյան, եթե հիշում եք նման ֆուտբոլիստներ։ Մենք փոքր ենք, բայց իրանց անունները իհարկե։ Նույն մարզադպրոցից, նրանք Արարատում խաղացին, ես ոչ։ Հիմա դիպված էր դա, թե դիպված չէր, չգիտեմ։ Նույն Հրաչ Աղաբանյանի հետ հանդիպումն էլ մի անձնավորություն, որի մասին գիտեք, դրամատիկ թատրոնի հիմնադիր եւ ոչ միայն դրամատիկ թատրոն, Սունդուկյան եւ այլն։ Հրաչյա Նիկիտիչ Հրաչ Աղաբանյանը նաեւ մեր ընտանիքին մտերիմ անձնավորություն էր եւ այդպես խորհուրդ տրվեց ուշադրություն դարձնել արվեստին, թատրոնին։ Հիմա դուք ինչպես կանվանեք դա դիպված։ Ֆանտաստիկ դիպված, որը որ պետք է լիներ ու Աստծուն շնորհակալ ենք, որ հենց այդպես էլ եղել։ Ես այդպես եմ կարծում։ Հիմա ես ասեմ, նաև կրկնեմ ձեր խոսքերը, ես շնորհակալ եմ, որ այդպես է եղել։ Երբեք, չնայած այդ բառը չեմ սիրում, ասում են, չէ, երբեք մի ասա երբեք, բայց երբեք ես չեմ ափսոսում, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում։ Ուրեմն դա այդպես պետք է լիներ։ Լիներ, այո։ Նստել, ափսոսել, մտածել, երևակայալ գնալ հետ,
մի 30 տարի, 40 տարի եւ ինչ փնտրես Բան չի այնտեղ։ փոխվել, այո։ Դու հիմա պետք է գոհանաս ներկայով եւ եթե այնպես չլիներ, ինչպես պետք է լիներ, հիմա ներկայումս այս վիճակի մեջ չէ լինի, չէ՞։ Պարոն Էլբակյան, իսկ ձեր արվեստը ինչպես կբնորոշեք, այն ավելի շատ զգացմունք է, թե գաղափար։ Զգացմունք։ Եթե խոսքը վերաբերվում է գեղանկարչական աշխատանքներին, ես երբևէ չեմ մտածել այսա նստեմ եւ նկարեմ։ Զգացմունք է եղել այդ հորդել, հա, այդպես կարելի է ասել։ Մի նկար կա, որը ցուցահանդեսում տեղ է գտել, ես նկարեցի մեկ գիշերվա մեջ, բայց ես չէի պլանավորել դա նկարել։ Ընտանիքիս անդամները արդեն վաղուց քուն էին մտել, ես նկարեցի, իմ կողքին կար մի փոքր բաժակով կոնյակ, նուռ, ուտում էի նուռը եւ ըմբում էի կոմկում այդ կոնյակը եւ նկարում էի։ Առավոտյան, եթե չեմ սխալվում, 7-ին թե 8-ին արդեն աչքերս փակվում էին եւ երբ իմ հարազատները եկան տեսան նկարը, ուղղակի ապշեցին։ Հիմա դա պարզ է, որ զգացմունք։ Թատրոն 13 ար հերոստանգերության հիմնադիրներից, Արմյանսկա ռադիոյի պրոդյուսեր, Նյու Յորքում իմ խելագար Շեքսպիրը ձեր բեմադրությամբ եւ ձեր կատարմամբ United Solo-ում մոնորեկայացումների ամենախոշոր փառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանք։ Broadway World-ի կայքի անդրադարձը ձեզ ԱՄՆ-ի դրամատուրգների գիլդիայի անդամ Պարոն Էլբակյան, որտեղից ձեզ այդքան էներգիա, ուժ, հնարավորություն այս ամենով անցնելու ու պատկերացնենք, հանդիպում ենք հենց այս պահին 20 տարեկան Էլբակյանին, Արթուր, այդ ամենը անցնելու համար, ոչ միայն դա իհարկե շատ բան կա, որ ես չնշեցի, ինչ կմաղթեիք նրան, ինչ խորհուրդ կտայիք, խորհուրդը, որ նրան շատ պետք կլիներ հենց այդ 20 տարեկանը։ 20 տարեկան Արթուրի։ Ինչ խորհուրդ կտայի։ Շարունակել նույն կերպ։ Նույն տեմպով։ Նույն տեմպով։ Ոչ արագացնել, ոչ դանդաղացնել։ Գիտեք ինչն է կարևոր, ինքդ քեզ լսելը, ինքդ քեզ ճանաչելը։ Աստված ամեն մեկից մի շնորհ տալիս է, եթե ոչ ավել։ Մենք պետք է այդ շնորհը զգանք, հասկանանք, շնորհակալ լինենք, վերցնենք, հղկենք, զարգացնենք եւ մատուցենք։ Խորհուրդս շարունակել նույն ձևով, նույն տեմպով։ Ուրիշ ինչ խորհուրդ տամ։ Գունային թերապիա խորագիրը բավականին ինտրիգային է, ինչու հենց գույնը դարձավ ձեր արտահայտման գլխավոր միջոցը։ Խոսքը կարող է մարդուն բուժել կամ ցավեցնել, եթե ոչ ավելի հիվանդացնել, ոչ միայն ցավեցնել, հիվանդացնել։ Երաժշտությունը, նոտաները եւ ցանկացած լավ կամ վատ երաժշտություն լսելից մարդ բուժվում է, չէ՞։ Վատի դեպքում բնական է ոչ, բայց գոյություն ունի նման հասկացողություն արտ թերապիա։ Եվ զուգահեռ տանելով այս երկու օրինակի հետ, նաև գունային թերապիա։ Գունային թերապիա խորագիրը ես վերցրեցի երկու պատճառով։ Առաջինը, երբ ես Մոնրեալում խաղում էի խելագար Շեքսպիրը ներկայացումը, որը ես նվիրեցի մեր հայտնի քանդակագործ Արտոլ Չակմաղջյանին, Արտոն մեծ վարպետը, երբ որ տեսավ իմ աշխատանքները, նա զուսպ է իր խոսքի մեջ։ Երբ որ նայեց, ես մտածում էի տեսնես ինչ է ասելու, հա, բնականաբար, ինչ խոսք կասի վարպետը, ասեց Արթուր սիրելիս, սա գունային թերապիա է։ Եվ այդ խոսքերը, այդ խորագիրը վերցրեցի հենց վարպետի գնահատական խոսքերից։ Ձեր մտքում։ Եվ հետաքրքիր բան տեղի ունեցավ, նայելուց հետո ասեց ես նորից եմ ուզում նայեմ։
3 անգամ ցանկություն հայտնեց նայելու եւ ասեց, գիտեք, ինքը լինելով քանդակագործ, նաեւ նկարիչ, ասեց, սա ինձ հանգիստ է բերում։ Եվ գունային թերապիայի հետ կապված կան մեկնաբանություններ բավականին շատ կապված հենց այդ նկարների հետ, հա։ Մեկնաբանություններում ես մի քանի մեկնաբանություն ինձ համար գոնե առանձնացրեցի, մարդիկ գրում էին, որ մեկը շատ սիրուն էր գրել, որ ձեր նկարներից մեկը մշտապես իմ հեռախոսի գլխավոր լուսանկարն է դարձել, հա։ Եվ երբ որ ես արթնանում եմ, դա տեսնում եմ եւ օրվա ընթացքում ուղակի նայում եմ, կա այդպիսի մի աշխատանք, որ ես անվանել եմ հոգի։ Ինքը այդ հոգի նկարն է վերցրել հեռախոսի մեջ դրել եւ չի էլ փոխում։ Ասում եմ, դա ինձ հանգիստ է բերում։ Երբ որ ես հունից դուրս եմ գալի, շփոթվում եմ, վատ եմ զգում եւ նայում եմ։ Եվ մի փոքր օրինակ կապված իմ թորան հետ։ Թորնիկս, ավակ թորնիկս մի քիչ անհանգիստ էր գիշերները քնում եւ նկարներից մեկը նկարեցի եւ այդպես էլ նվիրեցի իրեն մտքիս մեջ, որ այս նկարը նվիրում եմ իրեն։ Կախեցինք իր ննջասենյակում այդ օրվանից երբ որ աչքերը բացում էր, տեսնում էր կամ քնելիս փակում էր, երեխան հանդարտվեց։ Խնդրում ես մի նկար մեզ նվիրեք էլի։ Քնենք գոնե մի գիշեր մենք քնենք հանգիստ։ Ընկերներիցս մեկը, որ դուք ասեցիք Facebook-ում գրեց, ես անպայման գալու եմ, բայց ամսի 5-ին չեմ կարող, որտեվ զբաղված եմ, բայց անպայման պետք է գամ, որտեվ հատկապես հիմա ինձ անհրաժեշտ է արտ թերապիա եւ ցանկացած թերապիա։ Իհարկե թերապիան մենք գունային թերապիան կրկին կանդրադառնանք, բայց ես այնքան շատ բան ունեմ ձեզ ասելու հարցնելու, ճիշտ է, եթերն չի բավականացնի, բայց կուզեմ մի փոքր էլ հետ գնանք ձեր թույլտվությամբ 2017 թվական, երբ որ ստեղծվեց շատ ֆանտաստիկ լավ հաղորդում, Արթուր Ըլբակյանը ժամադրում է Երևանի, երևանցիների համար, Երևանի, երևանցիների մասին։ Դուք շատ հաճախ եք օգտագործում Երևան, երևանցիներ բառը։ Երևանը ձեր համար շատ կարևոր ու թանկ է, ինչպես որ յուրաքանչյուր հայ համարով ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, դա բոլորիս մայրաքաղաքն է ու ամենասիրելի քաղաքն է։ Արթուր Էլբակյանի ձևավորվելու մեջ Երևանը մեծ դեր ունի թե ոչ։ Ոչ թե մեծ դեր ունի, ամբողջ դերը հենց Երևանն է։ Իմ կայացման հիմքը Երևանն է։ Երևանի փողոցները, շենքերը, մարդիկ, շրջապատը, մշակույթը, Երևանը չլիներ, ես ուրիշ տեսակ կլիներ։ Հենց Երևանն է հիմքը։ Եվ հենց հաղորդաշարի ստեղծումը, չէ, արդեն դրա ապացույցն է, եւ հաղորդաշարն էլ ինչու ծնվեց, որովհետեւ ես սկսեցի գիրք գրել Երևան։ Եվ ես հասկացա, որ գիրքը քիչ է, հաղորդումն է պետք, հաղորդումը քիչ է, գիրքը պետք է ընդլայնել։ Ասեմ ձեզ նաև, որ գիրքը արդեն ավարտել եմ, պատրաստ է, երբ տպագրվի, դուք առաջինը կիմանաք։ Վաու, այսինքն առաջիկայում սպասենք արդեն գրքի մասով։ Հուսամ, այո, գիրքը ինձնից խլեց, բայց այս դեպքում չեմ ուզում բարի բուն իմաստով ասել խլեց, մոտ 7 տարի ժամանակ, որովհետև փակագծերը չբացելով, ասեմ, Երևանը պետք է խորքից ուսումնասիրել, որը ես արեցի, եւ ընկերներիցս մեկը, որը հատվածաբար որոշ բաներ ընթերցեց, նայեց, ասեց, որ Արթուր, դու կատարել ես գիտական աշխատանք գեղարվեստի մեջ եւ գիրքը անվանեց Գեղարվեստական հանրագիտարան։ Երևան։ Ձեր բազմաժանր գործունեության մեջ ո՞րն է ամենամոտը ձեր սրտին։ Գրականությունը, վիզուալ արվեստը, թե թատրոնը։ Մարդը։ Այդ ձեր թվարկածի մեջ բոլոր տեղերում ես փնտրում եմ մարդուն։ Ինձնից սկսած ձեզնով վերջացվեց։ Գիտեք, այս հատկապես մեր ժամանակներում, երբ որ մեր փոխարեն ամեն ինչ որոշում է արհեստական բանականություն, ցանկացած հեռախոս,
համակարգիչ եւ այլն, ինչպես ուտենք, երբ արթնանանք, ուր գնանք, ում այդ ամուսնանանք կամ չամուսնանանք, բանջարենք, ներխուժել է մեր տուն, չէ՞ այդ ամեն ինչը։ Ես տեսնում եմ, որ ամուսիններով նստած են իրար կողք, մեր տանն են հյուր, ամուսիններով նստած են իրար կողք եւ չեն զրուցում իրար, հաղորդագրություն են ուղարկում, սարսափելի մի բան։ Եվ ինչքան որ ես չեմ ասում, որ ժամանակակից տեխնոլոգիաներ պետք է չլինեն, բայց այդ ամենը մարդուց է մեզ հեռացնում։ Հիմա ես նստած նայում եմ ձեր աչքերին։ Գեղեցիկ մարդիկ, հարց եք տալիս, ես պատասխանում եմ, շփվում ենք։ Որ մենք ձեզ գրենք, դուք մեզ պատասխանեք։ Հապացի ասում եք գլուխներս կախենք եւ զբաղվենք բան։ Էլ չեմ ասում, որ այդ գլուխները կախելուց վերում է նաեւ այլ բաներ, չէ՞։ Կորություն, վիզ, մեջք եւ այլն, բայց դրա մասին չարժի այստեղ խոսել, դա առանձին հաղորդման մի թեմա է, չէ՞։ Մարդն է եւ թատրոնում, եւ հեռուստատեսությունում, եւ գրականությունում մարդը։ Եթե մարդուն չճանաչես, մնացածը արդեն ավելորդ է։ Իսկ մարդը ինչն է, նաև բնություն է, չէ՞։ Այո։ Իսկ ինչ խորհուրդ կտաք երիտասարդ ստեղծագործողներին, ովքեր փորձում են գտնել իրենց ոճը։ Պետք չէ փորձել, ուղղակի պետք է գտնել։ Ընդհանրապես։ Ասել սա է, հաստատակամ լինել։ Երբեք արածիդ վրա չկասկածել։ Կասկածներն ու վախն է մեզ հետ պահում։ Վախ եւ կասկած, որոնք այդ բարերը կջնջեին ընդհանրապես։ Բնական վախեր կան, այո, եթե արջը գայի վրա, հիմա ոնց չվախենաս, որովհետև արջ տեսել եմ, ասենք, կենթանաբանական այգում, չէ՞, եւ մեզ միշտ ասել են, որ արջը շատ բարի է, գեղեցիկ է, գիշատի չէ արջը վերջին հաշվով, չէ՞, եւ արջին տեսնեմ կվախենամ, բայց մնացած վախերը դրանք չգիտեմ որտեղից են գալիս։ Այսինքն գիտեմ, բայց չեմ ուզում ծավալվել, դա մեծ թեմայի նյութ է։ Չվախենալ, հաստատ ես եմ, ես կարող եմ, ես ոչ թե պետք է անեմ, ես հիմա անում եմ դա։ Ես պետք է նկարեմ, ես պետք է դառնամ եւ վերջ։ Պարոն Հոբեկյան, Երևանը իհարկե մի ուրիշ սեր է ձեր համար, բայց ես ուզում եմ խոսենք մի այլ սիրո մասին։ Դուք մարդ եք, ով ծնվել է Երևանում, մեծացել Երևանում, Երևանը մեծ դեր ունի ձեր կյանքում, դուք հայրենասեր մարդ եք, դուք նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս լինելով մշտապես մտածել եք Հայաստանի մասին, Երևանի մասին։ Դուք մշտապես ինչ-որ արել եք, կրկին մտածել եք Հայաստանի մասին, լինելով Բոստոնում, լինելով, չգիտեմ, Չիկագոյում կամ որ քաղաքում։ Դուք ամբողջ աշխարհը տեսած տարբեր բարդությունների մեջ հայտնված վայրեջքներ, վերելքներ ու ռուսերեն ասած огонь и воду медные трубы вы видели всё բայց այս բարդ process-ների ընթացքում ամենամեծ ուժը ու ոգեշնչողը եղել է ու կա ձեր կինն է ու մենք եթերից դուրս էլ խոսեցինք նաև որ համաձայն եք որ իսկապես յուրաքանչյուր հաջողակ տղամարդուն միշտ պետք է իրեն սիրող, իրեն հավատացող կինը ու երբ որ նայում ես տղամարդուն, նայում ես իր կողքի կնոջը, նախ հասկանում ես որքանով է հաջողակ տղամարդը եւ նայում ես իր կնոջ ու հասկանում ես թե որքանով է նա սիրված։ Կինը տղամարդու հայելին է։ Համաձայն եք։ Հիմա որ նայում եք ինձ տեսնում եք, դե կայացած եմ։ Մальчик 20 лет։ Դա ձեր կնոջ շնորհքն է կարծում եմ։ Միանշանակ ճիշտ եք։ Ես իմ ընտրությունը կատարել եմ 20 տարեկանում։ Մի քիչ ավելի վաղ, երբ նոր ծանոթացա եւ սիրահարվեցի, ամուսնացա 20 տարեկանում։ Եվ դա իմ երջանկության բանալիներից մեկն է, ամենակարևորը։ Կինս էլ 18 տարեկան, պատկերացնում եք։ Խորհուրդներ էին տարբեր տալիս, շուտ է, ամուսնանաք, բայց ավելի ուշ, եւ այլն։ Մարդ պետք է իրեն լսի։ Ես իմ սիրելի ծնողներին ասեցի, ես ձեզ շատ եմ սիրում, բայց ոչ։ Ես ուզում եմ ամուսնանալ։ Ու այդպես էլ տեղի ունեցավ եւ իմ ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես դուք ասեցիք, եւ դժվար օրեր են եղել իմ կյանքում, եւ հրաշալի օրեր, բոլոր օրերին, բոլոր ժամերին, բոլոր րոպեներին ես զգացել եմ իմ կնոջ ամրությունը։ Եվ տեսնելով կնոջ ամրությունը, տղամարդը արդեն սկսում է զարմանալ,
որ ինքը այդքան ամուր չէ։ Մեր ամրությունը ինչու՞ է միայն ֆիզիկական ուժի մեջ։ Իհարկե ոչ։ Մարզվես եւ զիգ եւ դա լավ բան է, բայց կնոջ ամրությունը ուրիշ է, կնոջ խորհուրդը ուրիշ է։ Հավատացեք, ամենահասարակ բաներում, եթե ես ասենք, հիմա ուզում եմ գնալ այսինչ տեղը, ինձ ասում է դա թող վաղվան, մի բան գիտի որ ասում։ Ես թողնում եմ վաղվան, որովհետեւ իմ կյանքում եղել են դեպքեր, որ դա չեմ արել, արդյունքը եղել է ուրիշ։ Եթե չասեմ վատ, արդյունքը եղել է ուրիշ, զգացողությունն է իր։ Գիտեք ինչ, եւ դա արվում է աննկատ։ Դա հատուկ չի, որ ես այսպես ասեցի կամ ամենակարևորը, Կարեն ջան, դուք եւ ես եւ տղամարդիկ ընդունեն դա եւ չվախենան դրա մասին ասել։ Հիմքում կինն է։ Մենք մեր մայրերին լսում ենք, չէ՞։ Մաման ինչ էլ ասի, ոնց էլ ասի, մայր, կին, ամեն ինչի հիմքում վերջին հաշվով մեզ ծնում է կինը։ Եվ ինքը մեր վատը չի ուզի հաստատ։ Ես նաև ուզում եմ մեր հեռուստայտողին տեղեկացնել ու հիշեցնել պարոն Էլբակյանի կողմից մենք ունենք լուսանկարներ տարբեր տաղանդավոր ու հայտնի մարդկանց հետ, որոնք ձեր կյանքի ընթացքում խաչվել են ձեզ հետ ու տարբեր պրոյեկտներում դուք հանդիպել եք, մենք լուսանկարները ունենք, նաև այդ ընթացքում կդիտենք։ Թույլ կտակ կրկին եկեք անդրադառնանք գունային թերապիային։ Օրինակ հոգեբանները ասում են, որ եւ երեխաների եւ առասարակ մարդկանց համար շատ ավելի հեշտ ընկալելի ու մարսվող գույներն են դա սևը եւ սպիտակը։ Արդյոք այս գունային թերապիայում տեղ գտել են այդ գույները։ Շատ է թանկիր բան ասեցիք։ Ես նորից պետք է վերադառնամ Արտո Չակմակչյանին։ Ես հարցազրույց էի նկարում իր հետ, հենց Մոնրեալում, հենց իր տանը, որը տուն արվեստանոց եւ ցավոք սրտի դա վերջի հարցազրույցն էր իր կյանքի, բայց ինչեւ է խոսում ենք տարբեր բաների մասին եւ ինչպես դուք հարցը տվեցիք, անցա ես գույներին եւ հարցրեցի Արտո, ինքը չէր սիրում ասել պարոն կամ չգիտեմ ասել, հենց Արտոյով էլ դիմի, ասեցի Արտո սևը գույն է թե չէ։ Շատ անճարեղ պատասխան է։ Ասեց, եթե շատ ուզենա, կարող է լինել գույն։ Եթե շատ ուզենա, կարող է դառնալ, այսինքն խառնելով տարբեր գույների հետ ինքը կաշխատի։ Այդպես պատասխանեմ այդ։ Լավ, իսկ սպիտակը։ Սպիտակը էլի ամեն ինչի հիմքն է վերջին հաշվով։ Սպիտակը սիրում եմ, սպիտակի մեջ այդ մաքրությունն է։ Սպիտակ սավան, սպիտակ վերնաշապիկ, չէ՞։ Սպիտակ մաշկ, սպիտակ լավ գույն է, սպիտակ։ Պարոն Էլբակյան, այս ցուցահանդեսը ինչով է տարբերվում ձեր նախորդ աշխատանքներից։ Հարցը մի քիչ ավելի կպարզա։ Նախորդ աշխատանքները ինչ նկատի ունեք դա։ Նախորդ ցուցահանդեսներից ինչով է տարբերվում։ Տարբերում է ամենահասարակ բանից սկսած, ասենք քանակից, հա, որովհետև բերել հասցնել այստեղ, ասենք 100 գործ շատ բարդ եւ մի խոսքով դժվար գործ է։ Ես ընտրեցի հենց այդ գունային թերապիայի 20 կարծեմ 21 նկարները, որոնք խորագրի տակ նայվում են։ Որտեվ կան նաև աշխատանքներ, որոնք էլի գունային են, բայց թեման մի քիչ այլ է, հա։ Եվ տարբերում է նաև, գիտեք ինչով, օրինակ ես Լոս Անջելեսում երբ խաղում էի իմ խելագար Շեքսպիր ներկայացումը, բոլոր նկարները ցուցադրվեցին ներկայացման ընթացքում Ալեքս թատրոնի այդ հսկայական բեմում։ Դա ներկայացում ցուցահանդես էր, որովհետև իմ խելագար Շեքսպիրի հերոսը, որը հայտնվում է հոգեբուժարանում, ինչ պատճառներով հետո գիրքը կկարդակ, պիեսը կկարդակ եւ կիմանաք, այնտեղ նկարում է։ Եվ ներկայացման ընթացքում այդ հոգեբուժարանով գտնվող հերոսի նկարները հերթով ցուցադրվում էին այդ մեծ բեմի վրա։ Եվ
այս ցուցահանդեսը կարծում եմ տարբերվում է նաև նրանով, որ ես հատուկ բերել եմ Երևան թերապիա։ Պարոն Ալբեկյան, շնորհակալ ենք այս թերապիայի համար։ Գիտեք, իրականում յուրաքանչյուր հայ, երևանցին, հայաստանցին, բոլորս հայերով ունենք այս թերապիայի կարիքը, որովհետև առանց այդ էլ այնքան բացասական ու բարդ ու դժվար անհասկանալի ինֆորմացիայով է հագեցած մեր կյանքը, ինչ որտեղ նաև այո, այդ փաստենք չարությամբ ենք լցված այսօր։ Շնորհակալություն այս թերապիայի համար։ Շնորհակալություն ձեզ, որ դուք եկել եք, շնորհակալություն, որ օվկիանոսից այն կողմ այս գույները բերեցիք այստեղ։ Ու ես վստահ եմ, որ ու կոչ եմ անում մեր հեռուստադիտողին, թող մայիսի 5-ից 11 յուրաքանչյուրը գա իր գույնի ետևից։ Ամեն մեկը կգտնի իր գույնը, ես վստահ եմ ու շատ հարցերի պատասխանել նաև կգտնի, որը որ մինչ այս կարծում եմ ցավոք չի կարողացել գտնել, բայց ձեր օգնությամբ, գունային թերապիայի օգնությամբ շատ պատասխաններ կգտնվեն։ Շնորհակալ եմ, գիտեք ինչ, որ ասեցիք հատկապես մեզ անհրաժեշտ է, ամբողջ աշխարհին է հիմա անհրաժեշտ այդ թերապիան, որովհետև ինձնից լավ գիտեք ինչ է կատարում երկիր մոլորակում, եւ դա լինի Ամերիկա, Կանադա, Ֆրանսիա, որ երկիրը կամ որ մարտհամակը վերցնեք, այդ թերապիայի ոչ թե իմ նկարների, ճիշտ հասկացեք, գունային, երաժշտական, խոսքի թերապիայի կարիք ունի, որովհետեւ էներգիա, հա, էներգիա ճիշտ թարգմանաբար կա բառը, թե էներգիա ճիշտ է, դրական էներգիան այդ պակասել է, սեղմվել է, խտացվել է, ես ուզում եմ դա այդ խտացվածը պայթի եւ այդ դրական էներգիայով մենք բոլորս ողողենք։ Մնացածը վատ տեղ է տանում։ Երկիր մոլորակին վատ տեղ է տանում։ Ես անգամ ինձ թվում է ինքը այնքան հիմա սկսել է արագ պտտվել, որ մի օր կարող է Աստված մի արասցե այդ պտույտը չկարողանանք կանգնեցնել եւ բերել իր ճիշտ պտույտին։ Շատ ճիշտ։ Գիտեք ինչ, մենք ավարտում ենք հաղորդում արդեն։ Այո։ Այո։ Ես ապակից խոսքով։ Դե խոսքս ես ավարտեմ հետեւյալով։ Սիրելի երևանցիներ, սիրելի հայաստանցիներ, իմ ընկերներ, բարեկամներ, անգամ ուղղակի Facebook-ի օգտատերեր, շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, սիրով ձեզ հրավիրում եմ ցուցահանդեսին եւ կարծում եմ հույս ունեմ, որ այս ցուցահանդեսով ես Սարոյանի ասած կտամ ձեզ մի փոքր բարություն։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, մայիսի 5-ից 11-ը Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Արթուր Էլբակյանի գունային թերապիա անհատական ցուցահանդեսը։ Իսկ մեր հյուրն էր, ես այս ամենը պարզապես կարող եմ չթվարկել, ուղղակի երանելի մարդ, ստացված մարդ։ Անազգանունը բավական է միայն։ Կամսամոլ սպортсмены просто красавчик։ Ասում է ամեն բան։ Ֆանտաստիկ մարդ։ Շնորհակալ ենք շատ, պարոն Էլբակյան։ Շնորհակալ եմ ձեզ եւ ասեմ Ֆանտաստիկ թերապիա էր, իսկապես։ Իսկապես օգնեցին Մեր հոգին շուրբանը։ ցնծում է։ Միշտ եկեք, կսպասենք։ Ես ասեմ այսպես, բարին ընձես եւ իսկապես շնորհակալ եմ հրավերի համար։ Այս բարի նոտայի վրա մենք ընդմիջենք, որովհետև կրկին ունենք հյուրեր, ովքեր որ արդեն ժամանել են Իսլանդիայից, թե ինչ թեմայով ինչից ենք խոսելու, կիմանաք մի փոքր ավելի ուշ մնացեք մեզ հետ։